Մի օր մի քանի տարբեր մարդիկ նույն հարցը տվեցին կյանքին, թե ինչու եմ ես այսպես ապրում։ Առաջին մարդը հարցրեց. Ինչու եմ այսպես ապրում։ Հաճախ հիվանդանում եմ, անհաջողությունները միշտ ինձ հետ են։ Ես ասես մի մագնիս լինեմ, տհաճությունների համար։ Իսկ կյանքը նրան պատասխանեց. Քանի որ դու ապրում ես չարությամբ լցված, ինչ որ մեկին հակառակվելու համար, ծաղրված ու նեղացած ամբողջ աշխարհից, ընկած ատելության ծուղակների մեջ, իսկ ապրել պետք է խաղաղության մեջ, Աստծո օրհնությամբ, բարի մարդկանց շրջապատում, ահա այդ ժամանակ դու երջանիկ կլինես։ Երկրորդ մարդը հարցրեց կյանքին. ինչու եմ ես այսպես ապրում։ Մշտապես ինչ որ մեկի կամ ինչ որ բանի դեմ պայքարում եմ։ Ամեն ինչ սխալ ու վատ է դուրս գալիս։ Ինձ ոչինչ չի գոհացնում։ Եվ կյանքը պատասխանեց նրան. քանի որ դու ապրում ես հավերժ պայքարների մեջ, ընդդեմ ամեն ինչի ու բոլորի, դու ասես չմեծացած պատանի լինես, դեռևս բունտարար, չես կարողանում կանգ առնել։ Դու պետք է ինքդ քեզ կարողանաս հանգստացնել և ամեն մանրուքների վրա ուշադրություն չդարձնել, ահա այդ ժամանակ դու երջանիկ կլինես։ Երրորդ մարդը հարցրեց կյանքին. ինչու եմ ես այսպես ապրում։ Մշտապես կախված եմ ուրիշների կարծիքից։ Վստահ չեմ ինքս իմ վրա։ Կյանքը պատասխանեց. դու ապրում ես մշտապես գովեստի խոսքեր լսելու ցանկության մեջ, ուրիշների սպասումները արդարացնելու համար, իսկ ապրել պետք է այնպես, որ մարդիկ սրտանց ուրախանան քո իրական ու ցանկալի ձեռքբերումներով և քո օրինակով, ահա այդ ժամանակ դու երջանիկ կլինես։ Չորրորդ մարդը հարցրեց կյանքին. ասա, ինչու եմ այսպես ապրում։ Մշտական լարվածության և սթրեսի մեջ։ Կյանքը պատասխանեց նրան. դու ապրում ես, որ ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցես։ Քո կյանքը ամբողջական թեորեմների շղթա է։ Փորձիր ապրել չմտածելով, որ ինչ որ մեկին ինչ որ բան պետք է ապացուցես։ Ապրիր ինքդ քեզ համար, մտածելով, որ քո կյանքը ապացույցների շղթա չէ։ Դու պարտավոր չես ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցել։ Հինգերորդ մարդը հարցրեց կյանքին. ինչու եմ ես այսպես ապրում։